Էթիկայի հանձնաժողովը որոշում կայացրեց, որ լրագրողական հասարակական կազմակերպությունների դիմումը կընդունենք մեր վարույթ, որովհետև այն մերժելու կամ կարճելու որևէ իրավական հիմքեր մենք չունենք։ Մենք որոշեցինք, որ դիմումը լրագրողների կընդունվի վարույթ, այսինքն ընդունեցինք վարույթ, ըստ մեր գործող օրենսդրության մենք այն պետք է վերջնականապես այս հարցի վերաբերյալ որոշում կայացնենք վարույթ ընդունելուց 30 օրվա ընթացքում։ Մենք պայմանավորվեցինք, որ անպայման կհրավիրենք կողմերին։ Սկզբից մենք կտանք նպատակ առնել, որ կհրավիրենք եւ դրա վերաբերյալ վաղաժամ տեղակ կպահենք մեր հասարակական կազմակերպությունների լրատվամիջոցների, փորձենք նրանց դիմումը, փաստարկները, հիմնավորվածությունները լսել, այնուհետև կհրավիրենք պատգամավորին։ Եվ որի արդյունքում այդ քննարկումների արդյունքում մենք վերենք կներկայացնենք։ Այո։ Ոչ։ Ես ձեր ուշադրությունը նորից ուզում եմ հրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ Համենայնդեպս ես քանի դեռ հանձնաժողովի նախագահ լինեմ, ես երբևէ թույլ չեմ տա այս հանձնաժողովը վերածվի դատարանի։ Խնդրում եմ դուք այդ հանգամանքը հաշվի առեք։ Մեր նպատակը ոչ թե ինչ որ մեզ պետք է հասկանալ մեր փաստերը, հիմնավորումները ունենալ եւ վերջ։ Ելպե չի որովհետեւ մեկը իր արդարությունը ճիշտ լինելը մեր հանդեպ կամ մեր մոտ արդարաբանան է ապացուցել։ Ոչ, որ ձևական չի, դատարան պարտադիր չի դատարան լինես, որ ձևական չլինես։ Ես որևէ պատգամավորի նկատմամբ դատավորի կեցված չեմ կարող ունենալ։ Մենք ընդհանրապես փաստերը կարձանագրենք եւ կանոնակարգի հիման վրա որոշումներ կայացնենք։ Այսքան վերջ, այլ ուրիշ ոչ բան չեմ ասել։ Զեկուցողը ճիշտ ասած մենք պայմանավորվեցինք, հիմա մեր գործընկերներից երկու հոգի բացակայում էին, հա, Տևան Պողոսյանը եւ Հովհաննես Մարգարյանը։ Ես կբանակցեմ նրանց հետ եւ վերջնականապես հանրություն տեղակայում թե ով է հարցը ներկայացնելու։ Այո։ Ոչ, արդեն որոշվեց։ Շատ կներեք, մենք Շուշան Պետրոսյանի դեպքում հարցը վարույթ ընդունելու կարճում չի եղել։ Մենք ընդունել ենք վարույթ եւ Շուշան Պետրոսյանի վերաբերյալ մեր որոշումն ենք կայացրել։ Դա չի նշանակում, որ մենք կարճել ենք որոշում։ Բացարձակապես ոչ։ Մենք Չէ, ես որևէ կրկնում եմ, սիրելիներս, դուք համառում եք, հավատացում ես ձեզնից ավելի համառ եմ։ Ինձնից որևէ բան կոնկրետ որևէ որոշում կամ որոշման վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալ որևէ դիրքորոշման վերաբերյալ նյութ դուք չեք կարող կորզել։ Ես դա չեմ տալու։ Ես ասում եմ, ես ինքս դա, որտեվ այս հանձնաժողովը դատարանի կարծիք չի, այս հանձնաժողովը դատարան չէ։ Դատարան չէ։ Այո, մենք ուսումնասիրելու ենք փաստերի նկատմամբ։ Ոչ, մենք որոշում ենք կայացնում կարգազանցի հրավիրումը կարգը օրենքը, ոչ թե մենք։ Շատ կներեք։ Մենք ընդամենը փաստերն ենք արձանագրում։ Մենք, որովհետեւ մեկի նկատմամբ պատժամիջոց չենք կիրառում։ Դա մեր իրավասություններից դուրս է։ Օրինակ այն անգամ, երբ որ պատգամավորներն իրար տեղը են քվեարկել, ասում եք պատժում ենք։ Չէ, դուք լավ չեք լսում ինձ։ Մեր որոշման մեջ արձանագրել ենք, որ այդ փաստը մենք արձանագրում ենք որպես կարգազանց, օրենքի խախտում։ Մնացածը այդ պատգամավորների նկատմամբ ինչ պատժամիջոց կարող է կիրառվել, եթե կարող է կիրառվել, դա օրենքն է ենթադրում, այլ ոչ թե այս հանձնաժողովը։ Սրա մասն է խոսքը։ Այդ օրը լսելու եք համակարգչի միջոցով բարձրաձայն, որովհետև տեսակետ կա, որ լավ չի լսվում հայոյական։ Փորձենք ամեն ինչ կլավ, ամեն ինչ կանենք, ամեն ինչ կփորձենք անել, ամեն ինչ կանենք։ Խնդիր կար լսելու հետ կապված Սամվել Ալեքսանյանը չէր լսում, Վարդան Բաղդասարյանը չլսեց։ Պարոն Հարությունյան, կանոնակարգով ինչպես է, ասենք, պիտի միաժամանակ միասին լսեք։ Չէ, կանոնակարգը այդպիսի բաներ չի սահմանափակում, սահմանում կանոնակարգը թողնում է հանձնաժողովի իրավասությունը, ինչպես ընթացակարգը կազմակերպել, որպեսզի այդ հանդեպ արդարացի կամ լիարժեք, լիարյուն որոշումների հանգել, սա է։ Դուք դեմ եք դրան։ Վերջ։ Կտեսնենք, կհրավիրենք։ Այո, ովքեր դիմել են նրանք, ովքեր են դիմում, խոսքը չի գնա որ 160 հոգուն կդե հրավիրենք, այլ կհրավիրենք այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք դիմումը ներկայացրել են մեզ։ Սա մասնախոս։ Անպայման, ես արդեն ասացի։